Այսօր մեզ է միացել ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, բարև։ Ինչ է ստացվում, ԱՄՆ-ն բլոկադա է ենթարկել Օրմուզի մուտքը, բայց բլոկադա է ենթարկել արդեն բլոկադայի մեջ գտնվող նեղուցը։ Այստեղ մի տարբերություն կա, որ Իրանը բլոկադայի է ենթարկում բոլոր նավերը բացի իրենց նավերի բնականաբար, իրանական եւ իր գործընկեր երկրների նավերին մեկ-մեկ թողում էր անցնել, ԱՄՆ-ի դեպքում բլոկադան մենակ հենց իրանական նավերին ուղղված մի նավել խփել է։ Հա։ Դրա համար տարբերություն ստեղ որոշ չափով կա ու պետք է հասկանալ, որ Իրանի համար էլ սա նենց չի, որ ծանր իրավիճակ չի, որովհետեւ նավթը հենց իրանց նավթն էլ է այնտեղով վաճառվում եւ նավթը իրանց բյուջեի շատ մեծ մասն է կազմում, դրա համար այստեղ մի կողմից մի քիչ ծիծաղալու կարա այդ պատմությունը հնչի, բայց այդքան էլ ծիծաղալու չէ։ Սա երկար տևող process կարող է լինել, հա։ Այսինքն ով շատ կդիմանա այս իրավիճակին։ Այստեղ ԱՄՆ-ն դիմանալու հարց չունի, որովհետև իրենք ծոցի երկրները քիչ-քիչ սկսել են ուրիշ ճանապարհներով նավթը տանել, երևի դեռ չի հերիքում ամեն ինչը տանելու լիովին, բայց երկարաժամկետ հնարավոր է առանց Օրմուզ նավթ ծախել ծոցի երկրների համար, մի քիչ ավելի թանկ երևի ինչ որ հավելյալ հիմա գումարներ պետք կլինի ենթակառուցվածքների վրա ծախսել, բնականաբար դա ոչ մեկ չի ուզում անել եւ այդ ժամանակաշրջանը ինչ որ 1-2 տարի, 3 տարի կարող է տևել, դրա պատճառով նավթի գները այդ սա ընթացքում բարձր կարող են լինել, բայց ասել որ դա հնարավոր չէ, դա էլ սուտ կլինի։ Իրանի դեպքում ելքեր շատ չկան ուրիշ ճիշտն ասած, այստեղ այդ եթե լոգիկայի մեջ վերցնենք, այո Իրանը երևի մի քիչ սովոր է ճնշված վիճակում գոյատևելու, այն պետությունները Եվրոպայում կամ հենց մերձավոր արևելքի հարուստ պետությունները իրանք սովոր չեն, որ խնդիրներ որևէ կարող են լինել, այդտեղ ինչ որ տարբերություն կա, բայց նույն ժամանակ չեմ կարծում, որ սա տարիներ, այս իրավիճակը տարիներ կարող է տևել, երևի ամիսների մասին խոսքը կար ամենայնիվ։ Կա տպավորություն, որ նահանգները ծոցի երկրներին մեծ հաշվով լքեցին։ Չեմ կարծում, որ դա այդքան տենց կարելի է ասել, որովհետև լքեցին ինչ է նշանակում։ Այնպես ինչպես։ Դե չկարողացան ինչ որ չափով, բայց եկեք ուրիշ կողմից այս հարցին նայենք։ Այո, ինչ որ չափի հրթիռներ, ինչ որ թիրախների հասան, բայց քանի հրթիռ են խփվել օդում օրինակի համար։ Խփվել է 80%-ը գրեթե հրթիռների եւ դրոնների։ Ես էլ ասենք որոշ դեպքերում 70-ից 80%-ը։ Ու ես կարող եմ ասել, որ երևի շատ քիչ երկրներ աշխարհում կան, որտեղ այդ հրթիռների 70-80%-ը խփվելու էր։ Այն շատ թանկանոց հակահրթիռային պաշտպանության տեխնիկա, որը ամերիկական էր, գնված էր կամ հենց ամերիկայինն էր։ Ուկրաինական ճակատում։ Ուկրաինական ճակատում պետրիոտներ նաև այնտեղ էլ կան եւ աշխատում են, բայց այնտեղ այդքան հրթիռ չի արձակվում իրենց տարածքի վրա միանգամից հատկապես հիմա այդ THAAD կոմպլեքսները ամերիկական, որ $8 միլիոն մի հատ հրթիռը արժի, բայց իրենք իսկականից կարող են շատ բարձր հավանականությունով հրթիռ խոցել եւ օրինակ ես ուրիշ երկիր այս պահին չեմ կարող ասել, որ ունի այդպես տեխնոլոգիա այս պահին։ Այո, թանկը, այո, վերջանում են հրթիռները, չգիտեմ, ինչ որ ժամանակ հետո, բայց դա էլ էր բավականին լուրջ Այսինքն երկու կողմին էլ հրադադարը պետք է այսպես։ Կարծում եմ, որ այո, դրա համար էլ եղավ, այստեղ քաղաքական տարբեր հարցեր էլ կան ԱՄՆ-ում, այս պատերազմը Իրանի հետ ժողովրդի դուրը չի գալիս, կարող է ոչ թե պատերազմը այդքան դուր չի գալիս, այլ որ բենզինի գներն են թանկացել, բայց կարևոր նա է, որ Թրամփի ռեյտինգների վրա շատ վատ էր այս ամեն ինչը անդրադառնում եւ դա էլ մոտիվացիաներից
մեկը կարող էր լինել, հատկապես իմանալով, որ նոյեմբերին իրանք էլ ընտրություններ ունեն։ Այսօր իսրայելական հետախուզության տեղեկությունը իսրայելական լրատվամիջոցներն են տարածել, որ իբր Ադրբեջանին հաջողվել է կանգնեցնել կամ զսպել ահաբեկչությունը Բաքու-Ջեյան նավթատարի գազատարի նկատմամբ, ինչքանով կարող է սա հավաստի լինել, հաղորդում են միայն իսրայելական լրատվամիջոցները, Իրանի կողմից այդպիսի բան է նախաձեռնվել։ Ճիշտն ասած, կարող է մանիպուլյատիվ լինել, որովհետև իսկ ինչի աղաբեկչություն, եթե որոշել են, որ անպայման այդ վնասը ուզում են տան հրթիռով կային խփեին, եթե որոշել են, որ ուզում են անեն, կանեին, որտեղ այդ երկիրը Ադրբեջանում տենց ենթակառուցվածք ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան Իրանի համար, քան ասենք Էմիրություններում կամ Իսրայելում կողքն է գտնվում, այդ իմ ասած հակահրթիռային պաշտպանության այդ մակարդակի կոմպլեքսներ չունի, դրա համար կարծում եմ, որ մանիպուլյատիվ է, նույն ժամանակ մենք ունեինք Իրանի կողմից ճնշում Ադրբեջանի վրա ակնհայտ, որ իրենք որևէ սխալ քայլերի չդիմեն, եւ դա աշխատեց, մենք տեսանք բոլորս այդ Նախիջևանի аэроպորտին հարվածը, հետո կոշտ բավականին հայտարարություններ եւ ամեն ինչը մեղմացավ շատ արագ։ Բանակցությունները այսօր շատ հեղեղուկ վիճակում են, մեկ ասում են կլինի, մեկ ասում են չէ, իրանական կողմը իբր դեռ որոշում չի կայացրել։ Բանակցությունների ձախողումը կնշանակի պատերազմի վերսկսում։ Անպայման չէ, 100%-ով դա չի կարելի ասել, համել պատերազմ երբ ստեղ հարցը կլինի մյուս հարցը, դա չի կարող է ձախողվի մեկ տարուց էլի պատերազմ լինի օրինակի համար։ Կես տարուց լինի, կարողա չլինի, կարողա բլոկադան փորձեն շարունակեն, բայց պատերազմ չլինի, բայց այսինքն դա թույլ է տալիս հետևություն անել, որ հրթիռային եւ դրոնային պատերազմը կոնֆլիկտի հանգուցալուծում չբերեց։ Կարծում եմ, որ դեռ չէ, կոնֆլիկտը կարող է լուծվել երկու դեպքում, եթե կողմերը պայմանավորվեն, կամ էլ ինչ-որ կողմը կամ էլ ցամաքային գործողություններ եւ շատ ծանր պարտություն ապրի եւ համաձայնվի ամեն պայման։ Էլի կողմերը պայմանավորվում են վերջում, էլի ստացվում է ավելի վատ պայմաններ։ Ցամաքային դե Թրամփի հայտարարություններով եթե դատենք, ոչնչացված էր ամեն ինչ եւ պետք է ծնկի գար Իրանը, ինչը տեղի չունեցավ։ Դե որտեվ գետնին զորք չկա, ծնկի գալը ինչ է դա նշանակում, ասենք։ Կարող է ոչ մի հատ զավոդ չլինի երկրում օրինակի համար, էլ բայց ղեկավարությունը չհամաձայնվի փաստաթուղթը ստորագրի, ոնց ստիպես։ Այստեղ դժվար Ինչու չգնացին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ցամաքային գործողության կամ թեկուզ Հորմուզի դեպքում ինչի չգնացին նվաճելու ճանապարհը։ Որտեվ չի լինի նվաճել առանց ցամաքայինի, ինչ բերեն նավերը իրանց այդտեղ կանգնեցնեն, հերթիռները կան, չէ, կամ դրոնները մեկը հերվից։ Այդ Հորմուզի փակելը ինքը շատ պայմանական երևույթ է, դա խո պատ չի բերած այդտեղ շարած կամ նավեր չեն։ Ընդհանրապես դա նշանակում է, որ կարող է հրթիռ կպնի նավին։ Իսկ եթե կարող է հրթիռ կպնի նավին, ոչ մի նավը տեղով չի անցնելու, որտեղ ապահովագրություն չի ստանալու նավը, ոչ մի ընկերություն չի տա ապահովագրություն։ Հերիքա շաբաթը մի հատ հրթիռը դե ջրի մեջ ընկնի, պարզ կգան, որ տեղով նավ գրեթե չանցնի ոչ մի պետության։ Դրա համար այդ մակարդակի փակվածություն Հորմուզի պահելու համար Իրանին այդքան շատ պետք չի ռեսուրս ծախսել։ Բայց գրավողի համար շատ ռեսուրս։ Իսկ գրավողի համար պետք է այնքան խորը գրավել, որ իրանք ասեն չկարանան դաժե իմանան այդտեղով նավ անցնում է, երբ անցնում, ինչ է լինում։ Իսկ դա հնարավոր է, ասենք պիտի մի 1000 կիլոմետր մտնեն խորք, ասենք, չգիտեմ, հնարավորը կարող է հնարավոր է, բայց ԱՄՆ-ում չեմ կարծում, որ հնարավոր է այդ պատերազմին սկիզբ տալ, այդ հնարավոր չի, եւ ինչով դա կվերջանա։ Հիմա պատկերացնենք կես միլիոն զորք բերեցին այդտեղ, մտան Թեհրանը գրավեցին, Իրաքի նման պատկերացնենք 3 անգամ ավելի շատ ռեսուրս,
կարողացան գրավեն, հետո ինչ դրանից հետո ամենանին բարձր հավանականությամբ Իրաքի պատմության կրկնություն, չի լինելու այդ երկիրը իսկականից պահել կոնտրոլի տակ եւ քիչ-քիչ սկսելու են ստեղ տերակտներ լինել, ստեղ հարձակումներ, 10 տարուց էլ դուրս է գալու ինչ որ ասենք Իրաքից 10 անգամ ավել կորուստներով ու ոչ մի բան չի փոխվելու երկրում, ավելի վատ կարող է դառնալ։ Դրամ այդ ինձ թվում է ԱՄՆ-ում գոնե բոլոր պետական ինստիտուտները հասկանում են։